Պարոն Սարիբեկյան, իսկ այդ վերջին, այդ դրսի նորագույն տեխնոլոգիաներից որն է, որ ձեզ հրապուրել է։ Մենք անընդհատ Հայաստանում փոփոխվող համակարգեր ունենք։ Մենք փորձում ենք այդ համակարգերին համահունչ շարժվենք։ Վերջին մի քանի տարվա մեջ օրինակ մենք կոնցեպտուալ փոփոխություններ ենք մտցրել տարբեր պաթոլոգիաներով մեր վիրահատությունների մեջ։ Ինչով են իրանք վիրահատվում, ինչ իմպլանտներ են օգտագործվում այդ վիրահատության ժամանակ, խոսքը մենակ էնդոպրոթեզավորման մասին չի։ Ինչ կարանյութեր են օգտագործվում, հա, այսօր եթե մենք սրանից 4-5 տարի առաջ 1-2 փափուկ հյուսվածքների խնդիրները վերականգնելու կարային տեխնոլոգիաներից էին կախված, հիմա մենք պետք է ասենք Հայաստանում կան բազմաթիվ տարբերակներ, ուղղակի դրանով պետք է հետաքրքրվել, պետք է իմանալ որտեղ կա, պետք է հասկանալ այս կամ այն տարբերակի առավելությունը այս կամ այն դեպքում, դա ճիշտ նպատակային թիրախային կիրառել։ Բժշկությունը միաձևություն չի սիրում։ Չկա այդպես բան, որ ես այս ինչը սովորել եմ, այս միշտ ճիշտ է, այս միշտ լավ է, այդպես չի լինում։ Եթե դուք ինչ-որ մի ոլորտում գտնում եք, որ դուք մասնագետ եք, այդ ոլորտը ամենապուճուր ոլորտն է, ասենք սովորական ուսախոդի վնասվածքը, որ թվում է թե ինչ կա էլի, երկու բան անել է, դուք չեք պատկերացնում, մենք Մյունխենում էինք այս տարի մարտ ամսին իմ գոլեգաների հետ, ուսախոդի էնդոպրոթեզավորման ներդրման հարցով, այնտեղ վերապատրաստման էինք, Artrex-ի լաբորատորիայում, այսպես ասած, կադավեր կուրսի էինք, երբ որ դիակային մատերիալի վրա ենք վիրահատում, մեծ ինֆորմացիայով հետ ենք եկել եւ մենք տեսանք եւս մի անգամ, որ ինչքան տարատեսակություն, բայց ելի եմ կրկնում, այդ տարատեսակները պետքա իրանց օգտակարության աստիճանը պետքա տարբերակել։ Ընկերությունները, որոնք առաջարկում են ձեզ նորարարություն, իրենք այդ նորարարությունը ոչ միայն առաջարկում են, որտեղ դա նորարարություն է, այլ որտեղ դա նոր ապրանքատեսակ է, որը կարելի է վաճառել։ Պետք է իրացնել, այո։ Եվ այդ մեխանիզմը ստիպում է անկերություններին անընդհատ եւ միշտ չի որ այդ նորարարությունը լավ է։ Օրթոպեդիայի աշխարհը գիտի դեպքեր եւ էնդոպրոթեզավորման պատմությունը գիտի դեպքեր, երբ որ նորարարությունը, որը այդ պահին համարվել է հսկայական առաջընթաց, 3-4 տարի հետո վերադարձել է ահռելի սարսափելի հետևանքներով եւ այդ դեպքերից մեկը անգամ համարվում է բժշկական աշխարհում ամենախոշոր փոխհատուցման պատճառներից մեկը։ Դրա համար մենք շատ զգուշ ենք վերաբերվում։ Զգուշորեն ենք մոտենում, մինչև մենք շատ չտնտղենք, չհասկանանք այդ հարցը իսկապես ունի իր մեջ այդ էֆեկտը, արդյոք ինքը բացասական էֆեկտներ չունի, մենք չենք մոտենում, աշխատում ենք մի քիչ պինդ մնալ մարքեթինգային քայլերի նկատմամբ եւ զգուշությամբ ենք մոտենում այդ հարցերին։